Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է եւ այժմ մենք զրուցելու ենք ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ պարոն Արա Հակոբյանի հետ։ Ողջույն պարոն Հակոբյան, շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Տնտեսական պատերազմ այսպես են բնութագրում Թրամփի հայտարարած մաքսատուրքերի մասին, սակագնային նոր քաղաքականության մասին իր որոշումը եւ արդեն պետք է ուժի մեջ մտնի այսօրվանից հենց ուժի մեջ մտնի այդ 10%-անոց միասնական հիմնական турքը բոլոր երկրների համար, իսկ ապրիլի 9-ից լրացուցիչ վճարներ կսկսվեն մի շարք երկրների համար՝ Չինաստան, Հնդկաստան, Հարավային Կորեա եւ այս թեման երևի թե թոփ թեման է համարվում ամբողջ աշխարհում, այսօր անգամ Ճապոնիան արձագանքեց, գիտենք Չինաստանն է հակադարձ քայլերի դիմել, Չինաստանում 20% կար, 34-ել ավելացրեցին, դառնում է 54%, մի խոսքով Չինաստանն է արձագանքել, Գերմանիան, Ֆրանսիան, մի շարք երկրներ արձագանքել են, այժմ փորձենք ամփոփ ներկայացնել մինչ այդ սակագների գործելը ինչ իրավիճակ է, ինչի է բերելու այդ որոշումը Թրամփի եւ ինչ արձագանքների մասին կարելի է, որ արձագանքները կարելի է այսպես ավելի առանձնացնել, որոնք ցայտուն են։ Տեսեք, որպեսզի հասկանանք, թե ինչու է Թրամփը այդ տարիֆները, կիրառում, պետք է հասկանալ տրամաբանությունը եւ բովանդակությունը, որի մասին բազմաթիվ անգամ Թրամփը ինքը եւ իր վարչակարգի ներկայացուցիչները խոսել են։ Ամերիկան ունի 1 տրիլիոնից ավել առևտրային դեֆիցիտ, 1 տրիլիոն 200 միլիարդ, եթե չեմ սխալվում, եւ հիմնական պատճառը դրա գործող վարչակարգը Թրամփը անձամբ տեսնում է անում, որ Ամերիկայի նկատմամբ եւ Ամերիկայի հակառակորդներ եւ Ամերիկայի բարեկամները արդար չեն վարվում, այսինքն Ամերիկան իր շուկան բացել է բոլորի համար եւ բավականաչափ ցածր սակագներ ունի մաքսային, իսկ մնացածը շատ բարձր սակագներ են կիրառում ամերիկյան ապրանքների նկատմամբ, դա մեկ, եւ երկրորդը Թրամփը ասում է, որ տասնյակ տարիներ շարունակ ամերիկյան տնտեսական առևտրային քաղաքականությունը բերել է նրան, որ արդյունաբերությունը, արտադրությունը Ամերիկայից դուրս է եկել եւ բոլոր ամբողջ ամերիկյան կորպորատիվ ներուժը արտադրական գործումը Ամերիկայից դուրս հիմնականում ցածր գնով աշխատուժ ունեցող երկրներում Չինաստան, Հարավ-Արևելյան Ասիա, ընդհանուր առմամբ եւ այլն, այսինքն այդ երկրները զարգանում են, ձեռք են բերում տեխնոլոգիաներ, արդյունաբերական ներուժ են ձեռք բերում, մասնավորապես նույն Չինաստանի մասն շարունակ խոսում, իսկ Ամերիկան թուլացել է։ Հիմա այդ երկու խնդիրը լուծելու համար, այսինքն առաջին Ամերիկայում արդյունաբերության վերականգնում, արտադրական ներուժի Ամերիկայի վերականգնում եւ Ամերիկայի համար առևտրային արդար պայմաններ ձևավորելու նպատակով Թրամփը կիրառում է տարիֆներ։ Սա է տրամաբանությունը, ինչ որ ներկայացվում է։ Ընդհանուր առմամբ շատ կարճ անդրադառնամ ինչա նշանակում տարիֆ, ինչա մաքսան, ինչ բովանդակություն ունի տարիֆը, դա ունի այո, երկու հիմնական բովանդակություն։ Առաջի բովանդակությունը դա շուկայի պաշտպանությունն է, այսինքն ներքին արտադրության խթանումն է, երկրորդ բովանդակությունը դա ֆիսկալ բովանդակությունն է, այսինքն բյուջեի լցնելը։ Հիմա այդ երկու համատեքստում Թրամփը տարիֆը ուզում է օգտագործել։ Արձագանքներին եթե անդրադառնանք, ապա եղել են շատ սուր արձագանքներ, մասնավորապես նույն Կանադան արդեն հայտարարել է, որ ինքը կիրառելու է համարժեք տարիֆներ, նույն Չինաստանը արդեն հայտարարել է, որ 34% տարիֆ է կիրառելու։ Իմիջիալոց Կանադայի մասով ասեմ, որ շատ հետաքրքիր բան եղավ, Ամերիկայի Սենատը 4 հանրապետականի աջակցությամբ որոշում ընդունեց կասեցնել Կանադայի նկատմամբ ամերիկյան տարիֆների կիրառումը, որը Թրամփի ենթադրում առաջի բաններ, պարտություններ, եթե կարելի ասել, որտեղ 4 հանրապետական քվեարկել են Թրամփի որոշման դեմ։ Այնուամենայնիվ Եվրոմիությունն է շատ կոշտ դիրքորոշում ձեռք բերել։ Հիմա նորից անդրադառնանք, թե ինչ է ասում Թրամփը։ Շուկաներն են իմիջիայլոց տապալվել, այսինքն բորսաներում կտրուկ անկում կա։ Դա մի օրվա, դե բնականաբար դա դեռևս բան կունենա, շարունակություն կունենա, եթե հավասարակշռում չլինի։ Հիմա ինչ է ասում Թրամփը
ի պատասխան այդ ամենի։ Նա ասում է, որ ինքը ունի պայմանավորվածություններ 5-ից 6 տրիլիոն ուղիղ ներդրումների համար Ամերիկա, որոնք լինելու են այսպես կոչված արտադրության հատկանման ներդրումներ, արդյունաբերական ներդրումներ, այդ թվում մեծ ամերիկյան ընկերություններ, օրինակ Apple-ը վերադառնալու է իր արտադրությունը բերելու է Ամերիկա, որտեղ հիմա Apple-ի ամբողջ արտադրությունը նորից նույն հարավ-արևելյան Ասիայում է։ Եվ այստեղ հարց են տալիս Թրամփին, եւ Թրամփը համեմատաբար անկեղծ դրան պատասխանում, ասում են լավ, պետք է գան, դա միկրոչիպերին է վերաբերվում, դա տեխնոլոգիական բոլոր արտադրական միավորներին է վերաբերվում, դա ավտոմոբիլաշինության ամեն ինչը, որ պետք է գան եւ այդ մեծ ներդրումները 5-ից 6 տրիլիոն, որովհետեւ դա իրականում մեծ ներդրումային թիվ է, կիրառելու են, բայց ինչքան է դա տևելու, որ այդ գործարանները ենթադրենք կառուցեն։ Եվ այստեղ Թրամփը թիվը ասում, ես չգիտեմ այդ թիվը ինչքանով է ճշգրիտ, ասում է դա առնվազն 1.5 տարուց 2 տարի։ Այսինքն, չէ՞ որ այդ միջոցները գալիս են եւ միանգամից գործարան չեն դառնում, չէ՞։ Եվ այդ ընթացքում այդ 1.5-2 տարի, որը կարճաժամկետ հատված է, բայց այնուամենայնիվ Ամերիկայում գների բարձրացում է տեղի ունենալու։ Ամերիկայում ինֆլյացիոն ռիսկեր են առաջանալու կտրուկ, այդ թվում սննդամթերքի, այսինքն բանի խոսքը գնում է զամբյուղի առաջնային ապրանքների, սպառողական զամբյուղի առաջնային ապրանքների մասով, եւ դա բերելու է ներքին սոցիալական խնդիրների եւ այդ խնդիրը, այդ հարցը ինչպես են լուծելու, դա մեկ, եւ երկրորդ հարցը, չէ՞ որ երկրները, որոնք հակադարձելու են Ամերիկային, իրենք դառնալու են դաշնակից երկրներ, դառնալու են խիստ մրցակից հակառակորդ երկրներ եւ այստեղ ամերիկյան ապրանքների համար էլ է առաջանալու լուրջ խոչընդոտներ արտաքին շուկաներ մտնելու համար, հավելյալ խոչընդոտներ։ Եվ սրան Թրամփը եւ իր առևտրի նախարար քարտուղարը կոչվում, քարտուղարը պատասխանում են հետեւյալ կերպ։ Թրամփը ասում է որ այնուամենայնիվ մենք կարողանալու ենք այս դիրքից ավելի հեշտ եւ ավելի ձեռնտու մեր համար բանակցություններ վարել։ Սա շատ կարեւոր է արձանագրելու համար։ Թրամփը հերթական անգամ ասում է հետեւյալը, որ ես այս քայլը անում եմ եւ սա մեզ հնարավորություն է տալ գործարքներ կնքելու։ Եթե հետևում ենք Թրամփի գործունեությանը, այսինքն անընդհատ գործարքներ կնքելու մասին է խոսում։ Այսինքն, այսօր մենք կիրառեցինք փաստացի, ենթատեքստով այսպես է հասկացում, այսօր մենք կիրառեցինք, եթե մեզ շատ լավ, ինքը ասում է առանձնահատուկ լավ առաջարկություններ անեն երկրը, մենք կնստենք կսկսենք բանակցել։ Բայց այս տարիֆները մեզ հնարավորություն է տալիս, բան անելու, ավելի լավ դիրքավորվելու։ Էլի որոշակի տրամաբանություն կա դրա մեջ, բայց իսկ եթե հակառակ կողմից սկսենք, այն ինչ որ այսօր գոնե լսվում է, որ այո, պետք է բանակցել Ամերիկայի հետ, բայց մեր բանակցությունը Եվրոպայությունն ամասնապես ասեմ, բայց մեր բանակցությունները չի լինելու կրավորական։ Մենք ներուժ ունենք հզոր, այո, մենք կորուստներ ենք ունենալու, բայց Ամերիկան, եթե մենք միաբանվենք, օրինակ Եվրոպա, Կանադա, Ճապոնիա եւ այլ երկրներ, ապա Ամերիկայի կորուստները շատ ավելի մեծ են լինելու։ Սա մեկ, իսկ առևտրի նախարարը Ամերիկայի, որը ասում են այս ամենի Թրամփի հետ միասին բաներից արարողներից մեկն է այս վիճակի, խոսում են նրա մասին, որ այո, բայց պետք է բան անել։ Մենք մեծ երկիր ենք, այսինքն պոպուլիստական մոտեցում ենք։ Մենք մեծ երկիր ենք, մենք ամեն ինչի մեջով կանցնենք, Ամերիկան նորից կդառնա ամենահարուստը, ամենամեծ շուկան ենք, եւ մեր դեմ ոչ ոք ոչինչ չի կարող անել։ Այսինքն տրամաբանությունը նրա, գոնե Թրամփը հաստատում է, որ դա ժամանակ է տևելու, տրամաբանությունը նրա որ Ամերիկան դժվարություններ ունենալու եւ այդ դժվարությունները ինչպես է հաղթարելու միջև ենթադրենք իրանք իրենց այդ ներուժը վերականգնեն առևտրի քարտուղարի ասացի մեջ այդ տրամաբանությունը չերևաց իսկ ամենահամարժեքը ինչքան էլ դա տարօրինակ չի արձագանքում է իմ կարծիքով Ամերիկայի պետքարտուղարը ՆԱՏՕ-ի համաժողովի ընթացքում նրան այդ հարցը տվեցին եւ ասեցին, որ տնտեսությունները տապալվում են, ինքը ասեց, ոչ, տնտեսությունները չեն տապալվում են շուկաները,
այո, շուկաների ձևավորման պայմանները փոխվում, այսինքն ասես ճշմարտությունը։ Շուկաների ձևավորման նախապայմանները փոխվել են, բնականաբար արձագանք է լինելու, շուկաները այո տապալվում են, բայց շուկան ունի այդ առանձնահատկությունն ինքը ասեց, եւ այդ ընկերությունները, որոնք այս շուկան ձևավորում են, որ նոր պայմաններին կադապտացվեն։ Դա տևելու է, այստեղ մենք կորուստներ կունենանք, բայց ի վերջո կշահենք։ Սա է ընդհանուր տրամաբանությունը։ Եվ մի բան էլ անդրադառնամ, որը բոլորը նշում են եւ որը հետաքրքիր է, եթե ոչ զավեշտալի։ Փաստացի տարիֆների ավելացում եղել է համարյա ամբողջ աշխարհի երկրների վրա եւ մասնավորապես Թրամփի բացատրությամբ, եթե մեր վրա կիրառվում է ինքը տարիֆը հաշվել են նաեւ այլ ձևի խոչընդոտները, այսինքն ոչ տարիֆային խոչընդոտները, ապա մեր վրա կիրառվում պայմանական 100% տարիֆ, մենք կիրառում ենք, այսինքն մենք լավ ենք վերաբերում այնուամենայնիվ 50-ը կեսը։ Այսինքն եթե նայում եք ինքը օրինակ տարբեր երկրների վրա, ասում է մեր վրա այսքան են կիրառում, մենք դրա կեսն ենք կիրառում։ Բայց զավեշտը հետեւյալն է, այդ ամեն ինչը չի վերաբերվում Ռուսաստանին, ամեն ինչը չի վերաբերվում Բելարուսին, այդ ամեն ինչը չի վերաբերվում Հյուսիսային Կորեային եւ Կուբային։ Ոնց եղավ էլի, որ ամբողջ աշխարհին վերաբերվում է եւ առանձնահատուկ վերաբերմունք կա, օրինակ նույն Ռուսաստանի նկատմամբ, բացատրություն կա, որ իբր թե քանի որ Ռուսաստանի հետ առևտուրը նվազել է 90%-ով սանկցիաների պատճառով, այսինքն սանկցիաները այնուամենայնիվ կիրառվում են, դե էլի կիրառենք։ Բայց տրամաբանությունը ամենափոքր Հայաստանի վրա 10% կիրառվում է, ինչ առևտրային բան կա Հայաստանի եւ Ամերիկայի մեջ։ Շատ փոքր ծավալ։ Ռուսաստանը այսօր ունի առնվազն 3 միլիարդից ավել առևտրային հարաբերություններ ԱՄՆ-ի հետ։ Դրանով հանդերձ Ռուսաստանի վրա ինչի չի կիրառվում, այսինքն այդ հարցը օդում կախված է եւ բավարար հիմնավոր պատասխան դեռևս չկա։ Նոր պայթյուն շուկաներում, այո, ասում եք շուկաների անկում է լինելու, մենք հիշում ենք 2008 թվականը տեղին է հիշել այդ 2008 թվականի դեֆոլտը եւ դոլարի կուրսի տատանումը, դուք ասում եք, որ գները բարձրանալու են Միացյալ Նահանգներում, բայց գները բարձրանալու են ոչ միայն Միացյալ Նահանգներում եւ դոլարի այսպես ամրությունը եւս խնդիր է առաջացնում, համենայնիվ հարցեր են առաջանում։ Հարցս հետեւյալն է, տեղին է արդյոք հիշել այդ 2008 թվականի դեֆոլտը, որը եկավ հասավ նաև մեզ նման փոքրիկ երկրին։ Տեղին է այն իմաստով, որ եւ ցնցեց մեր երկիրը։ Այո, տեղին է այն իմաստով, որ կա լուրջ վտանգ ռեցեսիայի համաշխարհային շուկայում, տնտեսության մեջ, մասնավորապես նույն ԱՄՆ-ում, իսկ ԱՄՆ-ի շուկայում եթե լինի այդ ռեցեսիոն անկում, ապա դա անպայման ազդելու է ամբողջ աշխարհի առևտրատնտեսական իրավիճակի վրա։ Մյուս կողմից ասեմ հետեւյալը, լավ հաշտվեցիք, որովհետեւ դրան արժի անդրադառնալ դոլարին, այսինքն ամերիկյան արտարժույթին, ամերիկյան արտարժույթի արժեքը ընկնում է, իսկ դա ենթադրաբար իրականացնում է հենց Ամերիկայի կառավարությունը, գործող վարչակարգը, որովհետեւ այդ պարագայում դու ունենում ես շուկայի պաշտպանության լավ պայմաններ, երբ որ քո արտարժույթը ավելի ցածր արժեք ունի համեմատած մյուսների հետ եւ արտահանման ավելի բարենպաստ իրավիճակ։ Եվ երբ որ հարց է տրվում նույն առևտրի նախարարին, Ամերիկայի քարտուղարին, թե դուք դա հատուկ եք անում, ինքը ասում է հիշեք, որ նախագահ Թրամփը ասել է, որ դադարացրեք ձեր հիմնական աշխարհի երկրներն ադիման, դադարացրեք ձեր արտարժույթի մանիպուլյացիաները ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ, այսինքն հատուկ դոլար մի դարձրեք ուժեղ, արհեստական, որպեսզի դուք կարողանաք արտահանեք մեր շուկա, իսկ մենք չկարողանանք մեր շուկան պաշտպանել եւ ձեր շուկաներ արտահանել։ Այսինքն ենթադրաբար դոլարի կուրսի տատանումները, որը կլինեն նաեւ այն ինչ որ դուք ասեցիք, կլինեն բնական, հա, տրամաբանական, տնտեսական, բայց նաեւ կառավարելի տատանումներ կան այսօր, որը իրականացնում է ԱՄՆ-ի իշխանությունները, վարչակարգը, փորձելով բարենպաստ պայմաններ ստեղծել ամերիկյան արտահանումների եւ ամերիկյան ներքին շուկայի համար։ Այսինքն տարիֆներ, այո, մաքսատուրքերը դժվար խնդիր են, որը պետք է հաղթահարել, բայց խնդիր կա հաղթահարելու նաեւ այս դեֆոլտ կոչվածը։ Անպայման։ Որովհետեւ մեր շուկան եւս կախված է, կապված է դոլարի հետ։ Այդ վտանգը կա եւ այդ վտանգը, ինչպես եւ ասեցի, վերաբերվելու է ամբողջ աշխարհին, մասնավորապես ոչ այնքան պաշտպանված, ինչպես Հայաստանն է, երկրներն։ Ես հիշեցնեմ,
որ ձեր ասած 2008-2009 թվականի դեֆոլտի ժամանակ Հայաստանում համաշխարհային ռեկորդ խփվեց։ Ամենաբարձր անկումը եղավ ամբողջ աշխարհում մեկ տնտեսության։ 500 կետից 500 դրամի կետից իջավ 330, եթե դուք հիշում եք։ Դուք արտարժույթն եք ասում, ես խոսում եմ տնտեսական աճի անկման վերաբերյալ, կարող է թիվը սխալ ասեմ, բայց եթե չեմ սխալվում, դա 17% էր անկումը, որը համաշխարհային ռեկորդ էր, անգամ այդ իրավիճակում մնացած երկրների նկատմամբ, այսինքն այն ժամանակ էլ այսօր էլ հայկական շուկան բավարար պաշտպանված չի եւ կարող է շատ ուժեղ հարված ստանալ։ Ցավոք, այո։ Հաջորդ թեման ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը մատնանշեցիք, հիշեցրեցիք, ՆԱՏՕ-ի որամյակներ, ինչ որ ամյակ էր ներողություն։ 66, եթե չեմ սխալվում։ Չէ, 75 էր կարծեմ։ Մի խոսքով 75 ամյակներ եւ հավաքվել էին արտգործնախարարները ՆԱՏՕ երկրների եւ Միացյալ Նահանգները եւս ներկայացնում էր Ռուբիոն եւ լավ այստեղ հուսալին կամ ուրախալին այն էր, որ նրանք ասացին, որ մենք վճռական ենք, որ ՆԱՏՕ-ի երկրների տարածքը այսուհետ եւս միասին ենք մենք պաշտպանելու, այսինքն այն խոսակցությունները, այն մտավախությունները, որ ՆԱՏՕ-ն քանդվում է եւ Եվրամիության կամ եվրոպական երկրների եւ Միացյալ Նահանգների ուրեմն հակամարտություն անգամ հակամարտություն է առաջ եկել եւ ՆԱՏՕ-ն կարող է քանդվել, կարծես թե այս հավաքը հաստատեց, որ ոչ ՆԱՏՕ-ն չի քանդվում։ Ձեր կարծիքը, ձեր դիտարկումները։ Տեսեք, շատ հետաքրքիր եւ կարեւոր իմ կարծիքով արտաքին գործերի նախարարների եւ մի քանի հարցում եղան որոշակի դիտարկումներ եւ դիրքավորումներ, որոնք որոշ հարցերին, ինչ որ դուք եք ասում, պատասխանեցին։ Մասնավորապես, եթե անդրադառնանք ԱՄՆ-ի, որտեւ այնուամենայնիվ այդ ամբողջ խոսակցությունները եւ ասեկոսները կային ԱՄՆ-ի դիրքավորումից ելնելով ՆԱՏՕ-ի նկատմամբ եւ տարբեր մեկնաբանություններից դրա հետ կապված Մարկո Ռուբիոն, ԱՄՆ-ի պետքարտուղարը մի քանի կարևոր դիտարկում արեց։ Դիտարկում առաջին, որ ԱՄՆ-ն շարունակում է լինել ՆԱՏՕ-ի հավատարիմ անդամ եւ շարունակում է անվտանգային իր մասով պարտավորությունները իրականացնել եւ համագործակցել իր դաշնակիցների հետ, ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ եւ ավելացրեց դրան նաեւ Խաղաղօվկիանոսյան հատվածը, որտեղ ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ն պետք է համագործակցի եւ համագործակցում է Ճապոնիայի հետ, Ավստրալիայի հետ, Նոր Զելանդիայի հետ եւ այլն։ Այստեղ ինքը մի կարևոր բան ասաց, մենք ոչ թե դեմ ենք ՆԱՏՕ-ին, ասաց մենք երբևիցե դեմ չենք կարող լինել ՆԱՏՕ-ին, եթե դեմ չենք, մենք կողմ ենք, որ ՆԱՏՕ-ն ուժեղ լինի, բայց ՆԱՏՕ-ի ուժեղությունը, ուժեղ լինելը դա չի նշանակում միայն ԱՄՆ-ի ուժեղ լինել, դա նշանակում է ՆԱՏՕ-ի մնացած անդամների ուժեղ լինել։ Եվ մենք դա ենք պնդում եւ դա ենք փորձում դարձնել օրակարգ եւ դա նշանակում է նաեւ որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է իրենց ծախսերը անվտանգության վրա ավելացնեն եւ ասում է այդ ծախսերի տոկոսը համեմատած բանի ընդհանուր ծախսերի հետ պետք է լինի ոչ պակաս քան 5%։ Ես ասում եմ, ես չեմ ասում որ միանգամից դա լինի 5%, բայց դա պետք է դառնա 5%, որովհետեւ մենք վստահ լինենք, որ ուժեղ ՆԱՏՕ ունենք, որովհետեւ ուժեղ ՆԱՏՕ նշանակում է ուժեղ ՆԱՏՕ-ի անդամներ։ Ես կարծում եմ դա կարևոր դիտարկում է եւ կարծում եմ արդար դիտարկում է։ Այսինքն այսօրվա աշխարհում նույն Եվրամիության մեջ եղած խնդիրները կապված նույն ռուս-ուկրաինական պատերազմի հետ դա բան չի, միայն ԱՄՆ-ի խնդիրը չի, որովհետեւ ոնց որ Թրամփն է հենց ասում, պատերազմը եվրոպական տիրույթում է, չէ՞ իրականացվում։ Եւ անմիջական վտանգված են եվրոպական երկրները, չէ՞։ Այսինքն Եվրոպան ինքը պետք է կարողանա այդ իմաստով նաեւ ինքնաբավ լինել։ ԱՄՆ-ի աջակցությամբ դա կլինի շատ ավելի զորեղ, բայց Եվրոպան ինքը պետք է ինքնաբավ լինի եւ իմիջիալուց այդ շարժումը եւ այդ ընկալումը հիմա Եվրոպայում կա եւ կարելի է ասել որ Թրամփի այդ քաղաքականության արդյունքը ոնց որ trigger լիներ Եվրոմիության համար, եվրոպական երկրների համար, որովհետեւ իրանք գիտակցեն իրողությունը, որում իրենք ապրում են։ Ես առիթ եմ ունեցել ասել այդ իրավիճակը, որ իրանք համար փապկասուն իրավիճակ է, այդտեղից պետք է դուրս գալ եւ կոշտ հակադարձել եւ անդրադառնալ այն մարտահրավերներին, որոնք գտնվում են։ Եվ իմ կարծիքով Ռուբիոյի այդ դիտարկումը կարևոր դիտարկում է եւ կարծում եմ, որ ժամանակի մեջ ՆԱՏՕ-ն
մասնավորապես ՆԱՏՕ-ի անդամ առանձին երկրներ, առանձին երկրների խմբեր ավելի ուժեղ են լինելու անվտանգային տեսակետից։ Դա մեկ։ Այո, ներողություն։ Մյուս բանը, որին Ռուբիոն անմիջական անդրադարձավ, դա նորից կարևոր է, դա ռուս-ուկրաինական պատերազմն է։ Որտեղ ՆԱՏՕ-ի քննարկումների ժամանակ եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկումների ասուլիսի ժամանակ նա անդրադարձավ այդ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռյուտեն նրան, որ ՆԱՏՕ-ն շարունակելու աջակցել Ուկրաինային այս պատերազմում եւ եթե չեմ սխալվում 20 միլիարդի կարգի եվրո թե դոլար պետք է աջակցությունը շարունակի եւ Եվրոմիությունը առանձին աջակցության ծրագիր անում բանի հետ Ուկրաինայի հետ, որը նույնպես տասնյակ միլիարդ բաների եվրո կամ դոլար, Եվրոմիությունը եվրոպարզա ծավալով։ Ինչ ասեց Ռուբիոն, ասեց մենք չենք պատրաստվում, որտեղ հարցը հետևյալն էր, քննարկվող հարցը, ոտում կախված հարցը, արդյոք Ռուսաստանը իրականում ուզում է խաղաղություն, արդյոք Ռուսաստանը իրականում ուզում է զինադադար, թե օգտագործում է այս իրավիճակը իր դիրքերը մարտի դաշտում ավելի ամրացնելու եւ Ռուբիոն դրան արձագանքեց հետևյալ կերպ, ասեց մենք չենք պատրաստվում ամիսներ սպասել թե հասկանալու համար, թե Ռուսաստանը ուզում է արդյոք իրականում խաղաղություն, թե չի ուզում խաղաղություն։ Դա տևելու է առավելագույնս շաբաթներ։ Մենք չենք տալու հնարավորություն Ռուսաստանին քննարկումներ ունենալ քննարկումների համար միայն։ Մենք քննարկումները փորձելու ենք բերել արդյունքներ։ Եվ եթե մենք տեսնենք, ինքը ասում է, մենք չենք ուզում այդպես լինի։ Մենք հուսով ենք, որ այդպես չի լինի, բայց եթե մենք տեսնենք, որ Ռուսաստանը փորձում է խաղարկել այս իրավիճակը եւ իրականում չի ուզում ոչ զինազատար, ոչ էլ հետագայում խաղաղություն, ապա մենք մեր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ կփոխենք։ Այսինքն այն ազատության աստիճանները, որը այսօր վայելում է Ռուսաստանը, մասնավորապես Պուտինը, դա գիտեք, 3 թե 3 առաջ օրը էլի խոշոր հարվածներ են եղել Ուկրաինայի նկատմամբ, մասնավորապես Կրիվո Ռոգում խփել են մի սրճարանի, որտեղ սպայական հավաք ա եղել, սպայեր են սպանել 86 սպա սպանվել, բայց նաև սպանվել են, այո, նաև սպանվել են քաղաքացիներ, այդ թվում երեխաներ, անչափահասներ եւ այլն, այսինքն Ռուբիոյի ասածը փաստացի արձագանք էր այդ ամեն ինչին, ասելով որ եթե Ռուսաստանը այսպես շարունակի, ապա մենք մեր դիրքորոշումը կփոխենք։ Իր դիրքորոշումը փոխելը նշանակում է պատժամիջոցները խստացնել։ Դա պատժամիջոցների խստացումը, ասել է Ռուբիոն, բայց ես ենթադրում եմ, դա նշանակելու է նաև Ուկրաինային հետագա աջակցություն ցույց տալը, ռազմական, այդ թվում եւ տնտեսական։ Ընդհանրապես օգտագործվել է այդ ձգձգվող բանակցությունների կողմնակից չենք, ձգձգվող բանակցությունները մենք տեսնում ենք նաև Ադրբեջանի կողմից, այսինքն սա ձեռագիր է, ձգձգել բանակցությունները, որպեսզի դիրքերը ամրապնդել եւ այո, Միացյալ Նահանգները համենայն դեպս ասում են մեծ հիմարի տեղ մի դրեք այդ կարող դնել երկար հիմարի տեղ չկա դնել։ Դե տեսնենք հետո իսկապես դա խոսքեր են թե պարզապես քանի որ քննադատությունը շատ է լինում, մեծ է Թրամփի վրա քննադատությունը Պուտինի հարցով, տեսնենք իսկապես ինչ կանեն։ Հիմա դիտարկենք, քանի որ մենք բոլոր դեպքերում դիտարկում ենք այն ամենը, ինչ Հայաստանի 4 կողմն է կատարվում Իրանի հետ կապված, անհանգստացնող են վերջին հրապարակումները, վերջին հայտարարությունները, գիտենք, որ Նետանյահուն, կարծեմ ամսի 7-ին մեկնում է Վաշինգտոն հանդիպելու Թրամփի հետ։ Այնտեղ խոսվում է այն մասին, որ այդ տարիֆների հարցը, այդ ուրեմն պետք է քննարկվի, որ Իսրայելի վրա ցանվի, բայց նաև չեն հերքում, չեն ժխտում, չեն բացառում այն հնարավորությունը, որ խոսվի Իրանի վրա հարձակման հարցը։ Ինչ եք կարծում, արդյոք Միացյալ Նահանգները կգնան այդ քայլին, կներքաշվեն Իսրայելի կտրվեն Իսրայելի հորդորներին եւ կներքաշվեն այդ ավանտյուրային մեջ կարելի ասել, որովհետեւ պարզ չէ դրա արդյունքը որը պետք է լինի։ Հենց սկսեմ ձեր վերջի ասածից, որովհետեւ Իրանը այն երկիրը չի, որ հնարավոր է այտենց միայն ռմբակոծություններով, ինչ որ եւ սպառնում է նույն Թրամփը, ինչպես եւ իրանք կիրառում են նույն հութիների նկատմամբ Եմենում, միայն ռմբակոծություններով խնդիր լուծել եւ Իրանը այն երկիրը չի, որ առաջի իսկ պահանջով հանձնվի։ Իրանը այդ երկիրը չի, Իրանը ամուր, եթե կուզեք ձիգ երկիր է, իր
ներքին ինստիտուցիոնալ համակարգով եւ իր արդեն փորձառու բավականաչափ ռազմական ուժերով եւ Իրանի հետ պատերազմը դա ոչ միայն տարածաշրջանային պատերազմի կարող վերածվի, այլ համաշխարհային պատերազմի կարող է վերածվել, որովհետեւ Իրանը ինչքան էլ որ իզոլացված է, այնուամենայնիվ ունի ուղղակի կամ անուղղակի դաշնակիցներ, որոնք չեն համաձայնվի, որ Իսրայելը նույն ԱՄՆ-ն անվերապահ վերահսկողություն ունենան տարածաշրջանի նկատմամբ։ Մասնավորապես դրա հետ կապված, ասեմ, բնական մուսուլմանական երկրներ որոշակի մասնավորապես դրա հետ կապված խնդիր կունենա, անպայման կունենա Չինաստանը։ Հիմա Թրամփը փաստորեն այն նամակագրությունը, որ կա Թրամփ եւ Այաթոլլա Խամենեի միջև, Թրամփն իր գրավոր առաջարկներն այո։ Թրամփը իր գրավոր առաջարկներն ուղարկել Իրանին սպառնալիքով հանդերձ, այսինքն հայտնի բան է, որ եթե չհամաձայնվեք եւ այլն, ապա մենք կսկսենք ռմբակոծել Իրանին։ Որին ի պատասխան իրանական կողմը ուղիղ եւ անուղղակի, այսինքն պատասխան թուղթ է ուղարկվել, նամակ է ուղարկվել, ինչա գրված դրա մեջ դեռևս հասկանալի չի, որովհետեւ դա չի հանրայնացվում, բայց հանրային իր դրսևորումներում Այաթոլլայից սկսած մինչեւ մնացածը ասում են հետեւյալը, որ մեր հետ սպառնալիքներով եւ նախապայմաններով պետք չի խոսել։ Մենք պատրաստ ենք քննարկումների, բայց այդ քննարկումները պետք է ելնեն Իրանի շահերից, ինչպես եւ դուք ուզում եք, որ ձեր քննարկումները ելնեն ԱՄՆ-ի շահերից։ Եվ դա բնական է, եկեք քննարկումներ ունենանք այդ թվում միջուկային ծրագրի շուրջ, բայց նախապայմաններով եւ այդ նախապայմանները որպես ուլտիմատում ներկայացնելը մենք նմանատիպ քննարկումներ չենք ունենալու։ Այսինքն Իրանի դիրքավորումը իմ կարծիքով բան է, արժանապատիվ է եւ ընկալելի է, եւ ես կարծում եմ, որ հուսով եմ, չասեմ կարծում եմ, հուսով եմ, որ ձեր ասած այդ Իսրայելի Նեթանյահուի մասնավորապես այդ երազանքին, որ ԱՄՆ-ն ուղիղ ներգրավի ռազմական գործողությունների մեջ Իրանի դեմ, այդ ծրագիրը կյանքի չի կոչվի, բայց ես հուսով եմ ընդամենը, որովհետև դժվար է վերջնական գնահատական տալ։ Եկեք մի քայլ ավելի գցենք, իհարկե եթեներով չեն խոսում, մենք բոլորս լավ գիտենք, բայց եթե հանկարծ այո Նեթանյահուին հաջողվի համոզել Միացյալ Նահանգներին եւ մենք նորից հետ գնանք եւ հիշենք այդ ՆԱՏՕ-ի իդեպ 76-ամյակներ, 76-ամյակներ, մի խոսքով, այդ հավաքի արդյունքում եկան այն եզրակացության, որ համախմբված ՆԱՏՕ-ն կա եւ մենք համախմբված պաշտպանելու ենք։ Միացյալ Նահանգների հնարավոր հարվածը Իրանին արդյոք նշանակում է ՆԱՏՕ-ի ամբողջ ՆԱՏՕ-ի գործարկում։ Այս պահին կարծում եմ նորից շատ դժվար է այդ հարցին պատասխանել, բայց հարցի պատասխանը անուղղակի տամ ՆԱՏՕ-ի մի շարք անդամներ առանձին, ոչ թե որպես ՆԱՏՕ ընդհանուր, այլ որպես առանձին պետություններ, մասնավորապես նույն Ֆրանսիան, բազմաթիվ անգամ հայտարարել է, որ այն մոտեցումը, որ կա Իրանի նկատմամբ, եւ այն մոտեցումը, որ կա Գազայում Իսրայելի կողմից իրականացվող, իրենք այդ մոտեցմանը կողմ չեն, այլ ավելին դեմ են։ Ուզում եմ ասել, ՆԱՏՕ-ի անդամ, կարևոր անդամ երկրների մեջ չի կարող լինել չկա գոնե այս պահին միաբանություն Իրանի հետ կապված ուժային գործողություն իրականացնելու մասում։ Երկրորդը, Իրանը նորից ասել է, որ իրենք համարժեք արձագանք են տալու։ Հասկանալի է, որ Իրանի ռազմական միջոցները սահմանափակ են համեմատած ԱՄՆ-ի, առավել ևս ՆԱՏՕ-ի միջոցների հետ կապված, բայց համարժեք արձագանք տալը նշանակում է հարվածներ են լինելու ոչ միայն ԱՄՆ-ին, այլ նաև բնական է հարվածներ են լինելու Իսրայելին։ Իսկ Իսրայելին Իրանի ամբողջ զորությամբ հարվածը դա կարա շատ լուրջ կործանարար անգամ ազդեցություն ունենալ։ Հենց որ կարծում եմ, նորից հուսով եմ։ Այո։ Հուսով եմ, որ գործը դրան չի հասնի ավելին, եթե նույնիսկ հասնի դրան ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ն առանձին պետք է կարծում եմ, կամ որոշ երկրների հետ միասին, բայց ոչ ամբողջական ՆԱՏՕ-ը։ Ամենայնպես համաձայնեք, որ խնդիր է, հարց է։ Իհարկե խնդիր է, իհարկե վտանգ է։ Երրորդ համաշխարհայինի նման մեծ իհարկե վտանգ է եւ իհարկե շատ ավելի վտանգ է, քան թե ռուս-ուկրաինական պատերազմը, ասենք ասենք։
Այո, Իրանի դեսպանի, քանի Իրանի մասին ենք խոսում, Իրանի դեսպանը որոշ էլի հայտարարություններ արեց Հայաստանի հետ հարաբերությունները ամրապնդելու, կարծեմ Հայաստանում էր համաժողով էր Իրանը հայկական եւ նա ասաց, որ ոչ մի դեպքում խոսքը գնում էր իհարկե Ադրբեջանի մեզ անհանգստացնող կետը հիմա այդ է, որ Ադրբեջանը արդյոք կներխուժի Հայաստանի տարածք, կհարվածի Սյունիքի միջանցք, Սյունիքին, այսպես տարածաշրջան խոսվեց Իրանի դեսպանը ասաց, որ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ այո ռազմական գործողություններ այստեղ եւ նա կրկին անգամ նշեց, որ Սյունիքի հարցում նրանց դիրքորոշումը մնում է նույնը եւ դա իրենց համար կարմիր գծեր են։ Իրան-Հայաստան փոխհարաբերություններում դուք ինչ որ փոփոխություն, ինչ որ ավելի խորացում, ինչ որ ավելի ջերմություն տեսնում եք, թե ինչ եղել միշտ եղել է եւ ասվում է այն, ինչ մինչ այժմ ասվել է։ Փոփոխություն հարաբերություններում դուք նկատել եք թե ոչ։ Տեսեք, ես ասեմ հետեւյալը, Իրանը ավելի բաց է սկսել խոսել Հայաստանի կարևորության վերաբերյալ իր երկրի Իրանի համար։ Այսինքն Իրանի ազգային եւ պետական շահերի համատեքստում, թե ինչքան կարևոր է Հայաստանը։ Եթե առաջ դա այդքան անթակույց չէր արվում, հիմա քանի որ իրավիճակը համաշխարհային սրվել է, այդ թվում Իրանի շուրջ ինչ որ մենք արդեն խոսեցինք, զարգացումները բավականաչափ լուրջ են, Իրանը սկսել է ուղիղ տեքստով ավելի խոսել եւ այդ ասացի մեջ, օրինակ, ես վերաձևակերպեմ Իրանի դեսպանի ոչ առաջի ելույթն է նրա վերաբերյալ, որ Սյունիքը հայտնի խոսքով էր, դա Հայաստանն է եւ վերջ։ Եվ դա ասում է Իրանի դեսպանը փաստացի, դա ասում են Իրանի մնացած պաշտոնյաները։ Եվ Իրանը անընդհատ առաջարկ, այդ թվում դեսպանը, անընդհատ առաջարկներով է հանդես գալիս, ասել է, որ մենք օրինակ բանի հյուսիս-հարավի համատեքստում պատրաստ ենք մասնակցություն բերել, Հայաստանը ավելի ներգրավել է ամբողջ ծրագրերի մեջ եւ դժբախտաբար ինչպես նախկին վարչակարգերի օրոք, այնպես էլ այս վարչակարգի օրոք բավարար անհրաժեշտ համարժեք արձագանք չի ստացվում։ Այսինքն Իրանի ներուժը եւ անվտանգային եւ առևտրատնտեսական հայկական կողմը ոչ օգտագործել է, ոչ էլ օգտագործում է։ Այստեղ մի քանի գործոն կարող է դեր խաղալ եւ դերախաղում, մասնավորապես Իրանի հետ հայկական հարաբերությունների, Հայաստանի հարաբերությունների նկատմամբ միշտ խանդոտ են վերաբերվել նույն ռուսները, միշտ խանդոտ են վերաբերվել նույն արևմուտքը եւ հայկական վարչակարգերը տարաբնույթ ներառյալ այս մեկը դա հաշվի առնելով, այսինքն չլուծելով պետական անհրաժեշտ խնդիրներ, այլ լուծելով անձնական իշխանության խնդիրներ, չեն մտել Իրանի հետ բավարար խորը հարաբերությունների մեջ։ Պարոն Հակոբյան, իսկ Հայաստանը կարող էր լինել միջնորդ։ Այ տեսեք, մենք խոսեցինք, որ Թրամփը եւ Իրանի ուրեմն ներկայացուցիչները բարձրաստիճան, նրանք միջնորդավորված, մեկը Քաթարի միջոցով, մեկը ուրիշի միջոցով։ Իսկ Հայաստանը կարող է լինել այդ դերը վերցնել, թե դեռ այդքան ուժ չունի Հայաստանի Հանրապետության իշխանությունը։ Տեսեք, Հայաստանի ոչ այս իշխանությունների, այլ եթե արմատական իշխանական փոփոխություն լինի եւ Հայաստանում լինեն ազգայնական իշխանություններ, ապա այո, դեր հարցը ակտուալ է եւ առօրեական է, որ Հայաստանը տարածաշրջանում իր դիրքերը ամրացնելուց հետո իր պետականությունը ինքնիշխանությունը ամրացնելուց հետո կարող է մի շարք հարցերում նաեւ հաշվի առնելով բարեկամական հարաբերություններ, եթե ոչ միջնորդ գոնե մասնակից լինել։ Այսօր դրա մասին խոսել ավելորդ է, որտեղ Հայաստանը իր իսկ հարցերի լուծման տիրույթում ոչինչ չի կարողանում անել, որ մնաց ուրիշների։ Բարի։ Հետաքրքիր մի նորություն էր, չգիտեմ ոնց դրան վերաբերել, խոսում են այն մասին, որ Սիրիայում կարող է Իսրայելը եւ Թուրքիան լուրջ բախումների գան եւ հարված են իրար եւ այսօր տարածվեց, ճիշտ ասած, տարածվեց այդ ինֆորմացիան, դեռ ես չեմ ստուգել, տեսել եմ, բայց պետք է վերստուգել մի քանի աղբյուրներում, համենայն դեպս Գերմանիայում Ադրբեջանի դեսպանը ասում է, որ եթե հանկարծ, ես կարդամ, որպեսզի սխալ չլինի, եթե հանկարծ Թուրքիան որոշի գրոհել Իսրայելը, Ադրբեջանը կմիանա Թուրքիային։
Իսրայել ներխուժելու համար։ Ինչպես է պետք հասկանալ։ Իսրայելը դե բոլորը ասում են այդ երկու աթոռներն են դնում Թուրքիա եւ Իսրայել եւ ասում են Ադրբեջանը ինչպես պետք է իրեն պահի։ Ինչու է այս հարցը ինձ անհանգստացնում ճիշտն ասած։ Այդ ձևակերպումը Թուրքիան ներխուժի Իսրայել եւ մենք հիշում ենք, որ Ադրբեջանը ոչ ուղակի սպառնում են ներխուժել Հայաստան։ Այժմ նա ասում է, եթե Թուրքիան ներխուժի, ես կգնամ կօգնեմ Թուրքիային, կարող է պատահել այդ տրամաբանություն ես մի քանի օրինակ բերեմ, որ այն ինչ որ շրջանառվում է, դա իմ կարծիքով կեղծ օրակարգ է, ավելին դա ոնց որ Թրամփն ասում ասել fake news, այսինքն կեղծ լուրեր։ Բայց ադրբեջանական մամուլն է տարածում դա։ Էլի էական չի, որտեղ առնվազն կեղծ օրակարգ է։ Հիմա եկեք անդրադառնանք, թե օրինակ Իսրայելի դա փաստ է, մենք դրան նորից անդրադարձել ենք, Իսրայելը Նետանյահուի մակարդակով, Նետանյահուի ներկայացուցիչ մակարդակով դիմել է ԱՄՆ-ին, որ ԱՄՆ Իսրայել այդ դաշնակից այդ առանցքի մեջ մտնի նաև Ադրբեջանը, ալյանս թող լինի, մտնի նաև Ադրբեջանը, Սիրիայում գործողությունները, որը իրականացվեցին Ասադի, որը նույնն է Իրանի դեմ, իրականացվեցին թուրք-ադրբեջանական, թուրք-իսրայելյան համատեղ ուժերով, հա, փաստացի, ամեն մեկը իր մասով։ Այնպես որ բարբերաբար այդ քարտը խաղարկում է Էրդողանը մասնավորապես, հա, որ այդ մուսուլմանական քարտն է, այլ Իսրայելը դա ֆաշիստական երկիր է, դա մուսուլմաններին ճնշող երկիր է, մենք ձեզ ձեր ցույց կտանք, բայց գետնի վրա կա խորը համագործակցություն եւ Թուրքիայի հետ եւ Թուրքիայի պրոքսի Ադրբեջանի հետ, այնպես որ ես համարում եմ, որ Իրանի մասով մասնավորապես Սիրիա-Իրան դա նույն բանն է, նույն բանն այն իմաստով, որ դա իրանական ազդեցության երկիր էր եւ Սիրիայից հետո անդրադարձել են եւ տեսանել են Իրանին, այդտեղ եւ Իսրայելի եւ Թուրքիայի շահերը անմիջական համընկնում են այն իմաստով, որ Իրանը հանդիսանում է հակառակորդ, ինչպես թուրքական էքսպանսիային, այնպես էլ իսրայելյան էքսպանսիային։ Եվ այս համատեքստում իմ կարծիքով այդ խաղերը, որ տանում են, այսինքն կեղծ ինֆորմացիոն հոսքերը, որ ներառում են, որ Թուրքիան Իսրայելի դեմ է, Թուրքիան կարող է ներխուժել Իսրայել։ Գիտեք ինչ, Սիրիայում կարա որոշակի երկու բարեկամների մեջ, այսպես ասած, լինի խնդիր այն իմաստով, թե ամեն մեկի ազդեցության գոտին որն է ավելի շատ լինելու եւ ինչպեսին է լինելու։ Դե այժմ ռազմաբազաների թեման է քննարկվում։ Մասնավորապես, այո։ Ուզում է ռազմաբազաներ տեղակայել, ռուսական բաները ամբողջովին դուրս մղի, Իսրայելը իր մասով է այնտեղ տարածքներ է վերցրել, ուզում է այդ տարածքները պահպան եւ այդտեղ կարող է անհամաձայնություններ լինել, բայց մեծ առումով նրանք դաշնակից երկրներ են եւ այդ կեղծ օրակարգերը արվում է որպեսզի այդ իրողությունը թաքցվի։ Եվ երևի թե այդ ակնարկը կա, որ եթե Թուրքիան պահանջ ունենա մենք կգնանք Թուրքիայի կողմ, իսկ վաղը եթե մենք պահանջ ունենանք Թուրքիան պետք է գա մեր կողքը։ Կարող է այդ ակնարկը լինի, բայց մենք այդ գիտենք, չէ՞ որ այդպես է։ Միշտ այդպես է եղել, էլի։ Քննարկվում է, որ ոչ, այժմ Թուրքիան ուրիշ է, Եվրոպական միության հետ սերտացրել է իր համագործակցությունը եւ Թուրքիան չի կանգնի ուրեմն ագրեսոր Ադրբեջանի թիկունքում կամ կողքը, այդ հարցերն են քննարկվում։ Դե վերջին անգամ Թուրքիայի ուրիշ լինելը մենք տեսանք Արցախյան պատերազմի 20 թվականի ընթացքում, այսինքն թե ինչպես էր Թուրքիան ուրիշ, ինչպես ուրիշ Թուրքիան անմիջական բոլոր իմաստներով զենք զինամթերքից սկսած անմիջական մասնակցությամբ աջակցեց իր եղբայր պրոքսի Ադրբեջանին։ Թուրքիան ուրիշ չի լինում, այսինքն։ Թուրքիան ուրիշ առնվազն հայերի մասով Թուրքիան ուրիշ չի լինում, իսկ իր շահերի ազգային եւ պետական շահերի թուրքական շահի պաշտպանության եւ առաջ մղելու իմաստով նույնպես Թուրքիան ուրիշ չի լինում։ Գյումրիի քաղաքապետի ընտրությունների ինչ տեսանք մենք, ինչ հասկացանք եւ եկեք ընդհանրացնենք նաեւ։ Կարող ենք մասնավորը վերցնենք, թե ինչ եղավ, ով, ինչ, ոնց, այսպես ֆիգուրները ինչպես դասավորվեցին եւ վերադասավորվեցին եւ հետո մի հատ ընդհանուր հասկանանք, թե այնուամենայնիվ ինչին ականատես եղանք մենք բոլորս։ Տեսեք, ես ասել եմ եւ կրկնվեմ, որ Գյումրիում, մասնավորապես Գյումրիում, իսկ դա տեղի ունենում մնացած բոլոր տեղերում նույնպես, ներհամակարգային ուժերը, իսկ համակարգ ասելով ես նկատի ունեմ այն իշխանական համակարգը, որ ձևավորվել է դեռևս 35 տարի առաջ Հայաստանում,
եւ Տիրմա Հայաստանը առ այսօր եւ Նիկոլ Փաշինյանը այդ համակարգի հերթական ներկայացուցիչն է։ Ներ համակարգային ուժերը, որոնք էին դրանք երկրորդ նախագահի շուրջ ձևավորված ուժերն էին կամ նրա կողմից ձևավորված երրորդ նախագահի շուրջ կամ նրա կողմից ձևավորված ուժերն էին եւ Նիկոլ Փաշինյանի եւ նրա շուրջ ձևավորված ուժերն էին։ Իրենք էին մասնակցում Գյումրի ընտրություններին։ Փաստացի Գյումրի ընտրությունները, այսինքն Գյումրի իշխանության ձևավորման խնդիրը ներհամակարգային էր։ Ոնց է լիներ, իշխանությունը համակարգից դուրս չէր գալու, որովհետև արտահամակարգային ուժեր փաստացի այդ ընտրություններին մասնակից որպես այդպեսին չկար։ Եվ եթե այդ տեսակետից նայենք, ներհամակարգային 3 ուժերը, հանրագումարում, հավաքեցին ամեն մեկը որոշակի ծավալի ձայներ։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանական ուժը Իդեմս ԿՊ-ի եւ Լևոն Բարսեղյանի, այսինքն դուք նույնականացնում եմ, այո, միարժեք նույնակ, որովհետեւ Լևոն Բարսեղյանի հիմքում, այսինքն չգնանք կենսագրությանը, այլ գնանք բարձ բան, որ Արամ Սարգսյանը, որը Նիկոլ Փաշինյանի ամենամեծ աջակիցներից է եւ գործընկերներից է, այդ Արամ Սարգսյանական կուսակցության հենքով էր Լևոն Բարսեղյանը գնում ընտրությունների։ Այլ բան կարելի է չխորանալ, թե Լևոն Բարսեղյանը ով է, ինչ ֆոնդերից է օգտվել, ինչ է արել իր կյանքում։ Այդ ֆոնդից օգտվել է եւ Նիկոլ Փաշինյանի աջակից լինելը։ Կապ ունի, ասեմ ինչի, որովհետեւ Նիկոլ ես էլի մի անգամ չի որ ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանի վարչակարգը ունի առանձնահատկություն համատած մյուս նախագահների միջև այդ եղած վարչակարգերի։ Նիկոլ Փաշինյանի վարչակարգում շատ ներդաշնակ սինթեզված են 3 հիմնական ուղղություն. ռուսական ուղղությունը, թուրքական ուղղությունը եւ գլոբալիստական ուղղությունը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի վարչակարգում ներկայն այդ իմ ասած 3-ի ներկայացուցիչ բաները, ուժերը եւ նրանց անդամները։ Հիմա Լևոն Բարսեղյանը գլոբալիստական ուժի հայտնի կարկառուն ներկայացուցիչ է։ Այսինքն, եթե պայմանական որոշակի ճշտությամբ գումարենք իրար, այդ թվերը, ապա Նիկոլ Փաշինյանական կողմը, sense ձևակերպում կամ սյունը, Գյումրիում հավաքեց մոտավորապես 40%, քվեի, մասնակիցների քվեի։ Իսկ դա լուրջ առաջընթաց է, ես ձեզ ասեմ, համեմատած 21 թվի նույն Գյումրի ընտրությունների հետ, որտեղ Գյումրի ընտրությունները 21 թվականին, եթե ես չեմ սխալվում, 20%-ի կարգի ձայներ հավաքել ԿՊ-ն։ Մյուս բանի թևը, բանի Քոչարյանական թևը նա հավաքել է, եթե չեմ սխալվում, 22 թե 23%, եւ մոտավորապես այդ կարգի, հավաքել է նաեւ Սերժ Սարգսյանական թևը։ Այսինքն, եթե դա վերածենք մանդատների, 10 մանդատ ոնց որ թե եթե չեմ սխալվում հավաքել է բանը Քոչարյանական թևը 9 մանդատ հավաքել է Սերժ Սարգսյանական թևը, այսինքն ինչ է ստացվում։ Ստացվում է որ այդ երկու թևերի, որտեղ Լևոն Բարսեղյանն է չանցավ շեմը, այդ երկու թևերի հանրագումարով ավելի շատ է քան ԿՊ-ն, բայց ԿՊ-ն այսինքն Նիկոլ Փաշինյանական թևը, ասենց ասեմ ԿՊ չասեմ, Նիկոլ Փաշինյանական թևը ամենաշատ ձայնն է հավաքել որպես առանձին վերցրած միավոր։ Բայց չէ՞ որ այդ երկրորդ այդ Եվրո դաշինքը իր ձայները չտվեց Նիկոլ Փաշինյանին։ Իմ հարցը, եթե տար։ Չէ, ձայները չէր կարող տալ, որովհետև շեմը չէին հաղթահարել։ Իրանք ձայներ չունեին։ Դա քննարկվում է հիմա։ Եթե քննարկվի անպայման հավատացեք անպայման կտա։ Չէ, ոչ թե քննարկվում է տալ չտալը, այլ որ չի տվել, նշանակում է պետք չի աֆիլացնել, պետք չի։ Չէ, դա ես ասեցի, ես դրան պատասխանեցի։ Ինչու չեն տվել։ Դու այդ Չէ, ես պատասխանեցի, որովհետև հերթական կեղծ ընդդիմության բանն է, այսպես ասած, ձևաչափն է փորձում կազմվել, որը չի աշխատելու եւ ոչ ոք եւ դրան Լավ, ինչին ականատես եղանք։ Արդյունքում ականատես եղանք հետեւյալին, որ Քոչարյանական եւ Սերժ Սարգսյանական թևերի մեջ եղավ հերթական, չէ՞ որ բանում համացանցում եւ ոչ համացանցում իրականում նաեւ գետնի վրա անընդհատ այս վերջի ժամանակում ամիսներ շարունակ գնում է այդ հակադրությունը։ Երկրորդ նախագահ, երրորդ նախագահ եւ նրանց ներկայացնող ուժերի եւ անհատների եւ խմբերի այդ հակադրությունն է գնում, այսինքն այդ հակադրությունը տեղի ունեցավ նաեւ Գյումրիում։ Եվ ժամանակ անցավ, որպեսզի մի կողմը
անհրաժեշտ 2 թե 3 ձայնը տա այն մյուս կողմին, որպեսզի Վարդան Ղուկասյանը դառնա Գյումրիի նախագահ, բայց ոնց տրվեց այդ ձայները։ Տրվեց առանց պարտավորությունների։ Դա ինչ է նշանակում։ Համենայն դեպս ես դա հասկանում եմ այսպես, որ հետագայում բանի այդ Մարտուն Գրիգորյանի ավականին իրականացնելու է իր գործունեությունը ավականունիստին առանց պարտավորությունների, այսինքն դա չի նշանակում, եթե Վարդան Ղուկասյանը որպես քաղաքապետ մի բան ուզում է անցկացնել, իրենք պարտադիր պետքա դրան համաձայնեն, այսինքն դա կոալիցիա չի, պարտավորված չի, իսկ դա նշանակում է նաև, որ Վարդան Ղուկասյանի իշխանությունը Գյումրի քաղաքում լինելու է շատ անորոշ եւ հեղեղուկ, որովհետեւ այդ պարագայում Նիկոլ Փաշինյանական թևը, այսինքն ԿՊ-ի թևը ունի մեծամասնություն, նրա հետ համեմատած ավելի շատ ձայն ունի, քան թե Վարդան Ղուկասյանը առանց Մարտուն Գրիգորյանի։ Այո, առանց Մարտուն Գրիգորյանի, չէ, սրա համախմբված ձայնը առանց Մարտուն Գրիգորյանի ավելի քիչ է, քան ԿՊ-ի ձայնը առանձին վերցրած։ Համախմբված ձայնի ավելի վերցրած։ Եվ եթե դրան նաև գումարենք այն քննարկումները եւ այն խոսակցությունները, որ կան, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կան քրեական գործեր, այսինքն այստեղ կարող է իրականացվի հայտնի Վանաձորի սցենարը, այսինքն բանին անգամ քաղաքապետ ընտրվելու պարագայում նա քրեական գործերով կարող է կալանավորվի եւ գնա քրեական դատավարության, ապա հասկանալի է, որ շատ այսինքն բանում Գյումրիում հեղուկ անորոշ իրավիճակ է այս պահին, թե ինչ զարգացումներ կլինեն կտեսնենք, բայց մի բան միարժեք նշենք, Գյումրիում հերթական անգամ իշխանությունը մնաց գործող համակարգի մոտ, թե ինչ դեմքով դա իմ համար ամենայն դեպս այդքան էական չի։ Շատ հետաքրքիր վերլուծություն էր, որ պատտվեց եւ դուրս եկավ, որ իշխանությունները հաղթեցին։ Այո։ Չնայած համակարգի իշխանությունը հաղթեց։ Եվ եթե մենք դա պրոյեկտավորենք կամ փորձենք դրա հիման վրա համարելով, որ սա փոքրիկ նմուշն էր մեծ ընտրությունների, կարող ենք համեմատել, թե ինչ կարող է լինել 26 թվականին, թե չէ։ Այո։ Այդ դրա համար այդ ինչ հետևություններ կարող ենք անել դեպի 26 թվականը։ Այո, կարող ենք անել եւ ես նորից բազմաթիվ անգամ հենց ձեզ մոտ նաև դա քննարկել ենք եւ ես դրան անդրադարձել եմ եւ ստիպված եմ նորից շատ կարճ անդրադարձ անեմ հետեւյալ իմաստով, որ քանի որ Հայաստանում 35 տարի շարունակ եղել է իշխանության փոխանցում համակարգի ներսում, այսինքն նորից այն համակարգի, որը Հայաստանը տիրում է 35 տարի շարունակ, բոլոր փոփոխությունները իշխանության փոխանցումով ա եղել։ Դա բեմադրվել է բաներ, ինչա տարբեր ընտրությունների շոուներ ա եղել եւ այլն, բայց եղել է իշխանության փոխանցումով։ Վերջի իշխանության փոխանցումը եղել է 18 թվականին։ Եկեք հիշենք, որ 18 թվականի մայիսին գործող իշխանական համակարգը իր ամբողջ ներուժով խորհրդարանական ներուժում իշխանության փոխանցում արեց Նիկոլ Փաշինյանին, որից հետո Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին 18 թվականի արեց պարլամենտական խորհրդարանական ընտրություններ, այսինքն հերթական անգամ ցույց տալով, որ գործող իշխանությունը բանի խորհրդարանական ընտրությունների միջոցով վերարտադրվում է։ Հիմա նորից այդպիսի պաս կարող է լինել։ Ես պաս կլինի թե չէ, բայց ես միարժեք կարող եմ ասել, որ Հայաստանում քանի որ ընտրություններով եւ երբևիցե իշխանություն արմատական իշխանություն չի փոխվել, միշտ իշխանության փոխանցում ա եղել ներհամակարգային ուժերի միջև, ապա եթե մենք ուզում ենք արմատական հիմնավոր փոփոխություն Հայաստանում իշխանական համակարգի վերացման, իշխանազրկման, ասենց ասենք, ապա դա արտահամակարգային ուժերի միաբանման եւ ազգային ազատագրական պայքարի գործիքներով միայն հնարավոր։ Այլ կերպ, իսկ ես այն ինչ որ դուք ասացիք Գյումրիի այս դեպքը, ոնց որ փորձարկումը լիներ նրա թե ինչ պետք է լինի 26 թվականին ես կարծում եմ արդեն արտահերթ ընտրություններ 25 թվականին ենթադրաբար չի լինի, չնայած վստահ չեմ կարող ասել, բայց այնուամենայնիվ հերթական կամ արտահերթ ընտրությունների պարագայում, եթե այդ սցենարով իրականացվի, ապա իշխանությունը մնալու է համակարգին։ Իդեմս ում
Այս բանը դժվար է ասել, բայց ինչի ոչ իդեմս օրինակ նույն Նիկոլ Փաշինյանի, որովհետև 21 թվին դա եղավ, 18 թվին դա եղավ եւ այսօր Նիկոլ Փաշինյանը եթե ունի ռուսների, այսպես ասած, կասկածելի աջակցությունը, բայց այնուամենայնիվ ունի աջակցություն, այսինքն ոչ թե կասկածելի, այլ անորոշ որոշակի աջակցությունը, որտեղ ռուսները դժգոհություններ են արտահայտում, որ հասկացանք, բայց խաղերից մեջ շատ է չափ հանձնում, օրինակ ինչ է նշանակում այդ Եվրամիության հետ կապված այդ քու բաները, որոշումները, այդ ինչ մեր հետ այդ ինչ խաղ է ստանում, էլի, ու սպառնալիքներ կան բան, այսինքն եթե ռուսների մոտ անգամ որոշակի դժգոհություն կա, չնայած Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իրենց տեխնացուն, ապա ադրբեջանա-թուրքական կողմից Նիկոլ Փաշինյանը ունի բացարձակ աջակցություն։ Եվ եթե այդ երկուսը համադրում ենք, որովհետև տարածաշրջանում հայկական տիրույթում համենայն դեպս իշխանություն արտաքին վերահսկողությունը ռուս-թուրքական է, ապա Նիկոլ Փաշինյանը համեմատած մյուս երկու ուժերի, հիմնական երկու ուժերի նախագահների ներկայացուցիչների հետ այս պահին գոնե ունի առավելություն։ Ինձ որ իշխանությունը եթե 26 թվականին լինի ընտրությունների միջոցով եւ արտահամակարգային ուժերի զորեղ միաբանում չլինի, մնալու է ներիշխանական տիրույթում, ներհամակարգային տիրույթում, դա կլինի Նիկոլ Փաշինյանը թե երկու նախագահներից որևէ մեկի ներկայացուցիչը։ Այսինքն նույն խաղացողների մոտ է գնդակը լինելու։ Այո, լինելու նույն խաղացողների մոտ է գնդակը լինելու, այո։ Շնորհակալ եմ։ Չէ, մեկ հարց էլ կներեք, մեկ հարց էլ անպայման ուզում եմ այդ հարցը։ Դե գիտենք, որ Ալիևը նորից պնդել է, անցած շաբաթ էր կարծեմ, իր այդ երկու նախապայմանները, ասում է, մեզ ոչինչ չի խանգարում ստորագրել, միայն խանգարում է այդ երկու կետը, հա, այդ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի լուծարումը եւ սահմանադրության մեջ փոփոխությունը։ Ձեր կարծիքով դուք տեսնում եք, Փաշինյանը մենք սովորենք, որ ժամանակ առ ժամանակ հանրային ելույթներ է ունենում, ինչ որ ակնարկներ է անում, ինչ որ բաների է պատրաստում հասարակությանը։ Դուք տեսնում եք, որ Փաշինյանը այս ուղղությամբ արդեն հասարակության հետ աշխատում է, որ բավարարի Ալիևի պահանջները։ Բնական է, ոչ միայն աշխատում է, նա հստակ պարտավորություններ է վերցրել եւ այդ պարտավորությունները ներհայկական տիրույթում ինքը արտահայտել է, մասնավորապես ինքը ասել է, որ Մինսկի խումբը պետք է փակվի, որտեղ Արցախի հարցը այլևս ակտուալ չի, որտեղ Մինսկի խումբը ստեղծված էր Արցախի։ Եվ եթե մենք խաղաղության պայմանագիրը ստորագրենք, ապա միարժեք է, որ այդ Մինսկի խումբը պետք է փակել եւ նաեւ այդ իրական Հայաստան, այսպես ասած, հայեցակարգային բաներում ինքը մի անգամ չի որ ասել է, որ գործող սահմանադրությունը չի համապատասխանում այն իրողությանը, որը այսօր իրական Հայաստանում առկա է։ Եվ միարժեք հստակ ասել է, որ գնալու են սահմանադրական փոփոխությունների, այդ թվում ինքը ասում է, որ արդեն են սահմանագծման եւ սահմանազատման այդ փաստաթղթը վերահաստատված է, որ անկախության հռչակագրի Արցախին, Լեռնային Ղարաբաղին վերաբերող մասը արդեն առօրեական չի եւ չի գործում։ Այսինքն նա դա էլ ասում։ Հիմա այստեղ խնդիրը այլ է։ Իլհամ Ալիևը պատրաստ չի այս փուլում ստորագրել այդ փաստաթուղթը, խաղաղության փաստաթուղթ կոչված, որովհետև նա կարծում է, որ ինքը ավելին կարող է վերցնել։ Եվ տարբեր նախապայմաններ, տարբեր պատճառներ մոտավորապես նման են նրան, ինչ որ անում են ռուսները Ուկրաինայի հետ ամերիկյան այս նախաձեռնության շրջանակում խաղաղության եւ զինադադարի։ Նա կարծում է, որ ավելի լավ ժամանակներ են գալու իր համար եւ ինքը ավելին է կարողանալու վերցնել, քան այն ինչ որ արդեն վերցրել է, որովհետեւ նպատակը ի վերջո Թուրք-Ադրբեջան, դա ամբողջ Հայաստանն է, հո դա մենակ այն Արցախը չէր, մասնապես Սյունիքն է եւ այլն։ Եվ դրա համար ինքը այտենց նախապայմաններով բան անում եւ Նիկոլ Փաշինյանը արտահայտելով իր պատրաստակամությունը այդ զիջումներն էլ անելու, ասում է հետեւյալը, ախր մի բան ստորագրի, որ ես կարողանամ գնամ ընտրությունների, ձեռքումս ունենալով այդ թուղթը, անխաղաղության փաստաթուղթ եւ մանդատը ստանամ սահմանադրական փոփոխությունների եւ մնացած ամեն ինչի եւ վերջնականացնենք ձեր բոլոր պահանջները ես կկատարեմ։ Ալիևը չի գնում դրան եւ շարունակում է իր կոշտ դիրքորոշումները մասնավորապես նույն Զանգեզուրի Միջանցք եւ այլն։ Փաստորեն ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ձեր խոսքերից այդպես է ուրեմն ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը դեմ չէ ոչ սահմանադրության փոփոխությանը, ոչ էլ։ Այսինքն նա
կարող է ասել ցանկացած պահի այո եւ դուք էլ ասում եք արդեն փաստորեն նա փաստացի ասել է այո այդ այոն ինչի չի ասում ստացվում է որ Նիկոլ Փաշինյանին եւս պետք է ձգձգել այս ստորագրման պահը ինչ որ եւ Ալիևը եւ Փաշինյանը եթե Ալիևը պահանջում է եւ Փաշինյանը ըստ ձեզ ասել է արդեն այո բայց ոչ բարձրաձայն եւ ոչ այդպես հստակորեն նշանակում է ինչ որ X պահի են սպասում Ալիևը եւ Փաշինյանը միասին Չէ, ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը շատ հստակ է ասել այոն եւ այո ասել է նաեւ հանրային տերությունում ներհայկական քննարկումների ժամանակ եւ միարժեք նույնիսկ արտադրության նախարարը իրենց իր խոսման նրա մասին, որ այդ բանի հանրակրվեն անելու ենք սահմանադրական փոփոխություն։ Նոր սահմանադրության կնենք, դա արդեն չի լինելու սահմանադրական փոփոխություն, այլ նոր սահմանադրության, այսինքն այդտեղ որևէ խնդիր չկա։ Խնդիրը հետեւյալն է։ Այսինքն ամբողջ տեքստն է փոխվելու։ Ամբողջ, Փոփոխություն հիմնական, այո, արմատական սկզբունքային դրույթներն են։ Հա, չէ, սկզբունքային դրույթներն են փոխվելու։ Նոր Հայաստանը կամ իրական Հայաստանը ձևորում ի տարբերություն այն Հայաստանի, որ մենք մեր համար նախատեսել ենք, ասենք ասենք, մենք հայությունը։ Հարցը հետեւյալն է, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ Համենայն դեպս այդ 17 կետը, որը ինչ կետեր են, մի մասը գուշակում ենք, մի մասը ընդհանրապես չգիտենք։ Օրինակ հարց, 17 կետի մեջ կա, որ ադրբեջանցիք 300,000 կամ չգիտեմ ինչքան հետ են գալու։ Թե չկա տենց հարց։ Այսինքն մենք իրականում չգիտենք ինչ 17 կետա։ Այդ զիջումներին համարժեք Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ Ալիևը չի ուզում այդ թուղթը ստորագրել։ Եվ եթե ինքը այսօր անգամ անի մի բան, որը ստեղ աղմուկ է բարձրացնելու, Ալիևը նոր պահանջներ է առաջ քաշելու։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ասում է, ես քո բոլոր պահանջները կկատարեմ, այդ թվում սահմանադրություն եւ այլն։ Դες թուղթը ստորագրի տուր ինձ, որ ես էլ վստահ լինեմ։ Հա, որ հետագամ ես վերարտադրվելու եմ, ես էլ վստահ լինեմ, որ կարողանամ գնամ ընտրությունների։ Դու այդ վիճակը իմ համար ստեղծի, մնացածը կպայմանավորվենք։ Քանի անգամ Նիկոլ Փաշինյանը նույն այդ փախստականների, ճակերտներն փախստականների վերադարձի մասով ադրբեջանցի փախստականների, ասել դու մի ասա արևմտյան Ադրբեջան, որ իրանք գալիս են արևմտյան Ադրբեջան։ Դու ասա փախստականներ այդ եզրույթը մի օգտագործի արևմտյան Ադրբեջանի, հարցը կլուծենք, բայց Ալիևը շարունակում է շատ կոշտ ասել արևմտյան Ադրբեջան, ինչի, ասեցի, որովհետև նա դեռևս չի տեսնում, որ ստացել է հնարավոր առավելագույնը եւ պատրաստ չի դեռևս այդ թղթի ստորագրումը որոշակիորեն իր պահանջները սահմանափակել։ Նա կարծում է, որ ինքը կարող է այսօր հենց, ոչ թե վաղը, այլ հենց այսօր ավել ստանալ եւ փորձում է այդ ավելը ստանալ։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, պարոն Հակոբյան, շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանի հետ էինք զրուցում, զրույցը վարում էր Գայանե Առաքելյանը, բարին ընձեզ։